Դահլիճում նստած էին կանայք, դեմքերը լուսավորված մոմերի դողացող լույսով։ Նրանց շունչը խառնվում էր, մատները նյարդայնորեն սեղմում էին փչակները, երբ լիստը թեքում էր գլուխը դեպի ստեղները, կարծես մոտենալով մի գաղտնիքի, որը չպետք էր բացահայտել։ Փառքը եկավ արագ, ինչպես հրդեհ։ Փարիզը սկսեց խոսել երիտասարդ դաշնակահարի մասին, նրա տարօրինակ, գրեթե հիվանդագին մոլուցքի մասին երաժշտության նկատմամբ։ Ժամանակակիցների նամակներում հայտնվում էին արտահայտություններ։ Նրա դեմքին կա ծեր մարդու հոգնածություն և սիրահարի կրքոտություն։ Նա նվագում է այնպես, կարծես դրանից կախված է իր փրկությունը։ Քաղաքը, որը սովոր էր աստվածացնել դերասաններին ու բանաստեղծներին, ձեռք բերեց նոր մարգարե։ Երաժիշտ, որի մատները կարծես կարող էին դիպչել հոգուն, բայց այդ հաջողության տակ թաքնված էր անհանգստություն։ Նրա հմայքը չափազանց ուժեղ էր, որպեսզի մնա անվտանգ։ Սրահներում ասում էին, որ նրա մեջ կա ինչ-որ գերբնական բան։ Նա նվագում էր այնպես, կարծես խոսում էր այն ուժերի հետ, որոնք ապրում են այս աշխարհի մյուս կողմում։ Նրան համեմատում էին Ֆաուստի հետ, ասելով, որ նրա ձեռքերը շարժում է հենց սատանան։ Լիստը չէր հերքում դա։ Նրա համար կարևոր էր, որ առասպելը աշխատի։ Հանրությունը, որը սիրում էր գաղտնիքները, ավելի ուշադիր էր լսում, երբ զգում էր հանելուկ։ Փարիզի բարձր հասարակությունը արագ ընդունեց նրան իր մեջ։ Նա դարձավ իրենցից մեկը նրանց համար, ովքեր մարդու արժեքը չափում էին նրա փառքով։ Մարմարե սրահներում նա նստում էր բանաստեղծների կողքին, վիճում նկարիչների հետ, լսում համարձակ կենացներ։ Նրա ներկայությամբ կանայք կորցնում էին ինքնատիրապետումը։ Նրանք ուզում էին ոչ թե պարզապես սիրուհիներ լինել, այլ ընտրյալներ։ Ուզում էին դառնալ այն մեկը, ով կոգեշնչի նոր ստեղծագործություն։ Նրանց հայացքներում ավելի շատ ցանկություն կար պատկանել առասպելին, քան մարդուն։ Լիստը դա կամ չէր նկատում, կամ չէր ուզում նկատել։ Երբեմն համերգներից հետո նա մնում էր միայնակ, քայլում էր գիշերային Փարիզով անձրևի տակ, երբ լապտերների աղոտ լույսը հազիվ էր լուսավորում ճանապարհը։ Փառքը նրան չէր տաքացնում։ Նրան բարձրացնում էին պատվանդանի վրա, բայց նա զգում էր, որ այդ բարձրությունը վերածվում է անդունդի։ Յուրաքանչյուր ծափահարություն դառնում էր փառասիրության նոր նոտա, և այնուամենայնիվ նա չէր կանգնում։ Կարծես ինչ-որ անտեսանելի ուժ նրան մղում էր առաջ, դեպի այն տեղը, որտեղ լույսը դառնում է կուրացնող։ Նրա կյանքում սկսեցին հայտնվել նամակներ, լի օծանելիքի հոտով և համբույրների հետքերով։ Նա կարդում էր դրանք անտարբեր, ինչպես մարդ, ով սովոր է ընդունել զոհաբերություններ առանց դրանց իմաստի մասին մտածելու։ Բայց երբեմն հայտնվում էին անկեղծ խոսքեր, որոնք անհանգստացնում էին նրան։ Այն նամակները, որտեղ կանայք խնդրում էին ոչ թե հանդիպում, այլ հասկանալ իրենց։ Այդ ժամանակ Լիստը զգում էր, թե որքան հեռու է նրանցից։ Նրանց սերը ուղղված էր կերպարին, ոչ թե մարդուն։ Եվ նա արդեն սկսում էր կասկածել, որ այդ կերպարը ապրում է իր սեփական կյանքով, և մի օր կկլանի նրան։ Քաղաքը կանգնած էր հեղափոխության շեմին, փողոցներում վիճում էին, օդում լարվածություն կար։ Արվեստն ու քաղաքականությունը միահյուսվում էին, և Լիստը հայտնվեց այդ հորձանուտի հենց կենտրոնում։ Նրա համար երաժշտությունը դարձավ ոչ միայն արվեստ, այլ իշխանության լեզու։ Երբ նա դուրս էր գալիս բեմ, դահլիճի մթնոլորտը հիշեցնում էր քաղաքական հավաք։ Բավական էր, որ նա սկսեր նվագել, և սրտերը լռում էին, դառնալով նրա կախարդանքի լուռ վկաները։ Նա զգում էր իր ուժը, և նաև դրա վտանգը։